կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Սովորական։ Հարց չունեք ուղղելու երկրի ղեկավարին։ Ես Արցախցի եմ, արդեն ինչ ունեմ, կորցրել եմ ինչ։ Իսկ պետք չէ ինչ։ Աշխարհազորը 30,000 փող ստանում։ Իսկ աշխարհազորում 4 հատ երեխա։ 30,000 կարամիս ընտանիք կա։ Չի բարձր, 4 տարինա 2 տարի իջեցել են սարքել 130,000։ 200,000 լավ է, էլի էս մնա լավ է։ Ունեք, հեչ ունեք, շատ ունեք, բայց դե հարցերը մեկը չի, երկուսը չի, որ ասենք պակաս բաներ շատ կան, ասենք թողանի, որ թերատա թողանի։ Ինչ պատե ասեմ Փաշինյանին, Փաշինյանին ասեմ, չասեմ մեկը, իմ ասածս ինձ թվում է որոշ տեղ չի գումարվի։ Ինքը ոնց ուզածն է ցելանել։ Ոչ մի բան չեմ ասի։ Հարցեր չունեք տալ։ Բացարձակ։ Ոչ իմաստ չունի, ինչ էլ ասեմ, ոչ մի բան չի փոխվելու։ Շատ հարցեր կուզենայի տայի, բայց այդ հարցերի պատասխանը վստահ եմ, որ կամ չի տրվելու, կամ էլ այդ հարցերը լուծում չունեն, էլի։ Փաշինյանին որ հանդիպեմ, ես չեմ հանդիպել։ Մեխ կնա բարձրավանցին, հեն է հերու յուղը, որ գնա գորիսուց թոշակ ծանա, ընդա ծախսու 4,000, են թոշակ հաջուգնալո ճանապա ծախս։ Եթե ձեր ասացը տեղ ասնում, ռադիոավ, տելևիզորավ, ես մեծ համայնք հաշինու հայրը, գոնե մին ապարատ դինես է, տարիքավոր մարդ կա, հաշմանդամ կա, վերջնալի փողոց է ստանում։ Ես օրինակ հարցեր շատ ունեմ, կտայի դժգոհություններս առաջին հերթին, առաջինը որ այն վերահսկողություն չունեք ոչ մի ոլորտում, թեթև կարող է գուցե ինչ-որ ոլորտային բարելավումներ կան, բայց դա գոհացնող չի, որովհետև մեծամասնությունը դժգոհ վիճակում է գտնվում։